Պարոն Ղազինյան, վերջին տվյալ 15 անձ է ձերբակալվել, այս պահին այլ նորություններ ունեք ու նույնականացվել են արդյոք թե ովքեր են այդ 15-ը։ Ճիշտն ասած իմ ինֆորմացիայով 2 անձի նկատմամբ է դեռևս մեղադրանք առաջադրվել, որի արդյունքում այդ 2 անձի փաստաբանները ներսում են։ Մնացած անձանց հետ կապված որևէ բան չկա։ Իսկ ինչ մեղադրանք է առաջադրվել։ Չեմ կարող ասել։ Ես սիրում եմ ճիշտ խոսել, մինչև հաստատ չիմանամ, այս բանը չեմ ասի, բայց ըստ լուրերի, այսպես կարող եմ մեկնաբանել այդ բարեգործության խնդիրն է։ Պարոն Ղազինյան, խոսակցություններ կան, որ ձեր կուսակցությունը չեն պատրաստվում գրանցել, նախ ինչ արձագանք կտաք այս ամենին։ Ընդունության նշան։ Այսինքն 50+1-ից եք թող կուսակցությունը չգրանցել, ինչ է նշանակում։ Հիմա դուք պատկերացրեք շատ չկողմնորոշված, ոչ քաղաքականացված քաղաքացի եք։ Ոնց է գնահատելու այդ ընտրությունները։ Իրանք իրանցով հավաքվեն գնան ընտրություն անեն։ Նորից կրկնում եմ, սա 4, 5, 8, 10% կուսակցություն չի։ Սա կուսակցություն է, որը իրենց այս ցնցումների մեջ ընկնելն է, չէ՞, ապացուցում, որ մեր կուսակցությունը ոչ միայն թափ է հավաքել, այլ նաև ժողովուրդը արդեն հասկանում է, ով է կարողանալու փոփոխություններ մտցնել։ Բնականաբար Սամվել Կարապետյանը։ Այդ իսկ պատճառով իրենք փորձում են այդպիսի բան։ Ես կարծում եմ, որ նորից միշտ ասում եմ ձեր համար կրկնեմ, այդ բռնապետական հակումները, որ համապատասխան անձ ունի, անգամ իր դեպքում սա ճոխություն է։ Անգամ իր հովանավորների դեպքում սա ճոխություն է։ Կարծում եմ հնարավոր չի, բայց եթե Աստված մի արասի գնան այդ քայլին, միանշանակ մենք կարող ենք դրա հակազդելու միջոցներ ունենք։ Պարոն Ղազինյան, իսկ ինչ եք կարծում այս խոզարկություններն ու ձերբակալությունները ձեր թիմակիցներից ու Սամվել Կարապետյանից բացի հնարավոր է արդեն հասնեն ձեր կուսակցության առաջին այդ 3-5 անդամների շրջան։ Պատրաստ եմ, ես 5-ի մեջ եմ, կոնկրետ ես պատրաստ եմ դեռևս ամիսներ առաջվանից ու համոզված եմ բոլորը։ Եթե նկատել եք չկա մեկը, դες երևացող ռեպրեսիաներն են։ Շատ դեպքերում մարզերում այսպես նաև Երևան քաղաքում ինչ են անում, աղացն կլինի, ոստիկանությունը կլինի, զանգում են, հրավիրում են, խոսակցություններ են ունենում ոչ օֆիցիալ։ Բայց անգամ այս դեպքում, ում որ զանգում հրավիրում են, դուրս են գալիս են մեր գրասենյակ, ասում են մենք ձեր հետ ենք։ Անգամ այս դեպքում չի աշխատում, ինչը իրենց դրդում է ավելի վատ պահվածքի, վատ անդասիրակ լեքսիկոնի, որը կներեք, բայց մենք չենք պատասխանում։ Հենց կանայք թիրախավորում։ Իրենց կարծիքով ընդհանրապես ոնց է, չէ՞ տղամարդու համար կինը թիկունքից խփելու պես մի բան է։ Հիմա իրենք փորձում են թիկունքից խփեն, ուղղակի չեն հասկանում, որ մեր կանայք շատ ուժեղ են եւ մենք այսպես հավասարության սկզբունքով ենք կանգնած։ Մեզ թիկունքից հարվածել չի դա։ Բայց թող տղամարդավարի պայեն մի քիչ իրանց էլ։ Դες Պարոն Ղազինյան